Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը անդրադարձել է Արարատ լեռան պատկերը սահմանահատման ժամանակ դրվող կնիքների վրայից հանելու կառավարության որոշմանը։ Գրգռիչների հանումը կամ մեղմումը իսկապես միջպետական հարաբերությունների կարգավորման ժամանակ կարևոր նշանակություն ունի, եւ հակառակը այդ գրգռիչների անգրագետ կամ միտումնավոր չարաշահումը հանգեցնում են պատերազմի կամ անգրագիտաբար կամ միտումնավոր, գրում է Հովհաննիսյանը։ 2018-19-ին նույն մարդիկ Նիկոլը, Արմեն Գրիգորյանը եւ այլոք արել են լրիվ հակառակը։ Շուշիում ցուցադրական քեֆն ու բարը, հայտնի ցուցադրական հարսանիքը, Ստեփանակերտում Արցախը, Հայաստանը եւ վերջ սրանք Ադրբեջանին նվաստացնող գրգռիչներ էին։ Տավուշյան մեկ դիրքի ընդհարումը, Սարդարապատի չափ ուժացնելը, թուր գեներալի զոհվելը ֆետիշացնելը, հարյուրավոր մեդալների, իշխաննշանների, հերոսի կոչումների շռայլումը, սրանք ցուցադրական գրգռիչներ էին։ Բանակցային դետալները բացահայտելը եւ դրանով Ադրբեջանում հեղափոխություն հրահրելու սպառնալիքը ուղիղ գրգռիչ էր արդեն ոչ միայն Ադրբեջանի, այլև իշխող ընտանիքի հանդեպ։ Հայաստանի Հանրապետությունը Այս գրգռիչների անխիղճ օգտագործումն ի վերջո բերեց պատերազմի։ Պատերազմ, որը չպետք է լիներ, բայց եղավ, եւ հետևանքը 5000 զոհերն էին ու կորսված Արցախը։ Հիմա նույն մարդիկ զսպվածության դասեր են տալիս։ Գրգռիչների մեղմումը կարող է օգտակար լինել, եթե այն արվում է փոխադարձաբար։ Այսօր Ադրբեջանը ֆիզիկապես ոչնչացնում է հայկական քաղաքներն ու գյուղերը, որտեղ դպրոցների գրատախտակներին դեռ հայերեն նախադասություններ կան գրված։ Ամարասն ու Գանձասարը սարքում է գոմ, պղծում է թարմ ու հին գերեզմանները, ֆիզիկապես քանդում է 150,000 մարդու տները։ Այստեղ խնդիրը շատ ավելի խորն է, քան պարզապես սեփական իշխանության շարլատան լինելը։ Եթե Ադրբեջանը ֆիքսի, որ այս ամենը Հայաստանի իշխանության համար գրգռիչ չէ եւ հայ ժողովրդի համար այնքան վիրավորական process չէ, որ այն փոխի իր իշխանությունը, այն անելու է իր հետևությունը։ Հայաստանն այլևս կենսունակ պետություն չէ, հետևաբար Արարատը երբեք չի եղել տարածքային պահանջի սիմվոլ, այն լրիվ ուրիշ բանի մասին է։ Եվ եթե անունակ իշխանության ջանքերի շնորհիվ այն դառնում է գրգռիչ գործոն, դա ուրիշ իրականություն է ստեղծում։ Պարզ ասած, եթե մենք պատրաստ ենք ուրանալու Արարատը, ապա թուրքերը կարճ ժամանակում հայտնվելու են Արագածի ստորոտում։ Ադրբեջանի խորհրդանի անդամ Գուլրաթ Հասանգուլիևը արձագանքել է Հայաստանի խորհրդանի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանի 2025 թվականի սեպտեմբերին երկրների միջև խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին հայտարարությանը։ Հասանգուլիևը հաստատել է, որ Ադրբեջանը կարող է համաձայնվել նման որոշում կայացնել որոշակի պայմաններում։ Նրա խոսքով, եթե վերջնական խաղաղության պայմանագրում Հայաստանը պարտավորվի ապագայում փոփոխություններ կատարել իր սահմանադրության մեջ, սա կարող է հիմք դառնալ համաձայնագրի ստորագրման համար։ Պատգամավորը կայունության առանցքային պայմաններից մեկը համարել է Թուրքիայի եւ Հայաստանի միջև սահմանների շուտապշույտ բացումը, ինչը նրա կարծիքով Հայաստանին տնտեսական անկախություն եւ վեր կտա դեպի Եվրոպա։ Ադրբեջանի կողմից նման քայլը լրջորեն կսահմանափակի խաղաղության դեմ հանդես եկող արմատական եւ ռևանշիստական ուժերի հեռանկարները Հայաստանում։ Եթե Փաշինյանին տապալեն, ապա մենք չենք կարող հասնել երկրի սահմանադրության փոփոխությունների, իսկ խաղաղությունն անհրաժեշտ է Ադրբեջանին օտարերկրյա ներդրումներ ներգրավելու, առանց պատերազմի սպառնալիքի ապրելու եւ նրա համար, որ Հայաստանը դադարի գործիք լինել այլ պետությունների ձեռքում, այլ դառնա գործընկեր տարածաշրջանում, ասել է ադրբեջանցի պատգամավորը։ Թրամփի միջնորդությամբ ստորագրված Վաշինգտոնյան հռչակագրով Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ստանձնել վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու պարտավորություն։ Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը սեպտեմբերի 29-ին Մինսկում կանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, սակայն մասնակցության ձևաչափի հարցը դեռևս մշակվում է, հայտարարել է համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն։ Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը այցելել են օկուպացված Արցախ, շրջայց են կատարել օկուպացված Վարանդայում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ դրանից հետո նրանք ուղևորվել են օկուպացված Շուշի։ Հորադիզից դեպի Հայաստանի հետ սահման տանող ճանապարհի շինարարությունը գրեթե ավարտված է, հաղորդում է ադրբեջանական ԱՊՀ Հորադիզ, Ջաբրայիլ, Զանգելան, Աղբենդ ճանապարհի Զանգեզուրի միջանցքի շինարարությունը իրականացված է 95%-ով, ԱՊՀ-ի պնդմամբ
149 կիլոմետր ընդհանուր երկարություն ունեցող ճանապարհի 123 կիլոմետրը արդեն իսկ կառուցված է։ Նորակառույց ճանապարհը համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, դրա լայնությունը 14-ից 21 մետր է։ Սեպտեմբերի 16-ին նորից ուրբոզություն Տեր Գարեգին երկրորդ ծայրագուն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը պատվիրակության եւ Սուրբ Աթոռի քրիստոնեական միության խթանման բաժնի նախագահ կարդինալ Կուրտ Կոխի ուղեկցությամբ Վատիկանից մեկնել է Կաստել Գանդոլֆոյի առաքելական պալատ, որտեղ հանդիպում է ունեցել Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ պապի հետ։ Զրույցի ընթացքում երկու հովապետներն անդրադարձել են աշխարհում տեղ գտնող արհավիրքներին ու մտահոգիչ զարգացումներին, Հայաստանի եւ հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին ու դիմագրավող փորձություններին։ Հռոմի Սրբազան քահանայապետի ուշադրությանն են հանձնվել նաեւ իրենց նախնիների բնօրանից Արցախից տեղամված արցախահայության հիմնախնդիրները, Արցախում ոչնչացման վտանգի առջև կանգնած հայ հոգևոր եւ մշակութային ժառանգության պահպանության, ռազմագերիների եւ պատանդարվածների ազատ արձակման դրամայականը։ Հովապետերը կարևորել են եկեղեցիների առաքելությունը աշխարհում արդարության ու խաղաղության հաստատման, ժողովուրդների համերաշխ գոյացության ապահովման գործում։ Սեպտեմբերի 12-ին Երևանում կայացել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քելեչի 6-րդ հանդիպումը։ Հանդիպումից հետո երկու երկրների արտգործնախարարություններ հրապարակել են տեղեկություն ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Մասնավորապես հայտնի է, որ կողմերը որոշել են համատեղ վերականգնել Անիի պատմական կամուրջը՝ Մետաքսի ճանապարհը։ Հակակոռուպցիոն դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է երկիր չբացակայելու արգելքը եւ կիրառել 5 միլիոն դրամ գրավ։ Ղուկասյանի դեմ գործը կապված է Գյումրի համայնքին պատկանող 22 գույքի ապօրինի օտարման հետ։ Դիտարկմանը, որ այսօր Ղուկասյանը քննադատում է իշխանությանը, սակայն 2018 թվականին աջակցում էր Նիկոլ Փաշինյանին, Ղուկասյանն արձագանքել է ասելով, թե ինքը պարզապես նախկին իշխանություններին է դեմ եղել։ Ինչ ուզում է անեն, ոնց ուզում է անեն, ամեն տեղն էլ տղամարդու տեղ է, բանը ինչ է պատահել, գնում ենք առաջ։ Առաջն Աստված, իմ հայրենիքի համար։ Իմ հայրենիքի համար ամեն ինչի պատրաստ եմ։ Ինձ ընդհանրապես պետք չէ պետական կառույց աշխատել այս հասակին, հիմա ես ավելի հանգիստ եմ ուզում ապրել, բայց երբ որ տեսնում եմ երկիրը վտանգի մեջ է, երկիրը տանում են թուրքացման, թուրքական վիլայետ, այսօր հարցը դրել են, կամ պետք է այստեղ լինի ռուսը, կամ պետք է լինի թուրքը։ Ով հիմա դուք էլ բոլորը ուրեմն բան աղեք, ոնց ապրիդիլի տեղ եք, էլի այդպես ասեմ ձեզ։ Հիմա կամ թուրքի կողմն է կոնվորոշվեք, կամ թուրքի կողմն է, կամ ռուսի հետ պետք է գնաք։ Եթե նայում ես ռուսը Հայաստանին, մենք պետականություն ունենք, երկիրը կառուցում մեզ ջարդ չեն արել։ Թուրքը նայում ես, այս 1000 տարի դրանց հետ մենք կոնֆլիկտի մեջ ենք, կռիվների մեջ ենք, վերջում էլ 20 թվականին տեսակ ինչ արեցին, իրանք է բարձրատային ասում են, որ այս հաղթանակը տարել են մեր գեներալները եւ ամեն ինչը, իրանք է մասնագից են եղել մեր տղաների այդ սպանությանը։ Հիմա մենք այս կամ բանը տեսելով նորից մենք կարող է դաժե երկուսի մեջ քննարկման առարգա սարքենք, ես չեմ հասկանում։ Դե չնայած Հուդանել էր առաքյալ, վերջում դարավ Սադանը հասկացար։